մինչև 1950-ականները, 50-ականների վերջերը, 60-ականների սկիզբը խորհրդային հասարակությունը, այդ թվում նաև խորհրդային Հայաստանի հասարակությունը ծայրահեղորեն մեկուսացված էին աշխարհից, այսինքն մարդիկ չէին կարող ոչ դուրս գալ, ոչ ներս գալ, խորհրդային միությունը փակել էր իր սահմանները ամեն ինչի դեմ։ Այս աշխարհում այդ ժամանակ շատ լուրջ փոփոխություններ էին տեղի ունենում եւ դա վերաբերում էր առաջին հերթին հետ պատերազմական շրջանում, նկատեմ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան հասարակությունների կողմից արժեքների վերաիմաստավորմանը եւ դրան շատ ակտիվորեն մասնակցում էր երիտասարդությունը, արվեստում, մշակույթում, առօրյա կյանքում, երաժշտության մեջ, մի խոսքով կյանքը շատ ազատականացվում էր։ Հայաստանի հիպիները տարբերվում են արտասահմանի հիպիներից նրանով, որ մեզ մոտ հիմնականում երիտասարդները երկար մազերով էին եւ պարբերաբար վտանգվում էր նրանց կյանքը, որովհետեւ շատ անգամ փողոցներում նրանց մազերն ուղղակի կտրում էին ոստիկանները եւ դրանով կարծեք նրանց ինքնասիրություններ ոտնահարվում։ Հայաստանի հիպիների ձևավորման մեջ մեծ դեր խաղաց ավելի շատ ռոքը, ռոք երաժշտության ներթափանցումը։ Այսինքն այդ ժամանակ ապրողների շատերը վկայում են, որ իրենք ոչ թե բուն այդ հիպիներին էին ընդօրինակում, այլ ընդօրինակում էին իրենց երաժշտական կուռքերին։ Այդ ընդօրինակությունը դուրս էին բերում փողոց։ Իսկ փողոցում դա արդեն մի տեսակ կարծեք թե, այսպես ասած, այդ սովետական գաղափարախոսականացված ճաշակին հակասում էր։ Երևանի պետական համալսարանը հանդիսացավ առաջին այն մեծ բեմահարթակը, որտեղ որ ռոք երաժիշտները իրենց կատարումներով հանդես եկան։ Առաջին, այսպես ասած, ռոք խումբը հայկական երազողներ անունն էր կրում եւ դրա հիմնադիրներից մեկը Զավեն Սարգսյանն էր եւ ջազ երաժիշտ Երվանդ Երզնկյանը, այնուհետև երազողներից հետո էլի ռոք խմբեր ստեղծվեցին, նաև աղջիկների նույնիսկ ռոք խումբ ձևավորվեց եւ այդ խմբերը հիմնականում համերգ էին տալիս, համերգներ էին տալիս, այդպես ասած կիսափակ, կիսագաղտնի ձևերով, բայց հետաքրքիր է, որ 70-ականներին Հայաստանում նաև իրենք կարողացան մի քիչ ավելի ազատ ու հանրային է տանել եւ հայտնի է, որ 72 թվականին Դինամո մարզադահլիճում կազմակերպվեց ռոք փառատոն։ Շատերի վկայությամբ դա խորհրդային միությունում առաջին ռոք փառատոնն էր։ Սովետական միությունում այդ ռոք լսելը արգելված էր։ Այսինքն մարդիկ չէին կարող ինչ-որ sense բաց ռոք երաժշտություն լսել, տարածել։ Եվ այդ ժամանակ առաջացավ այսպիսի մի բան՝ տուրիստի տուն հասկացությունը թաղամասերում։ Այդ տուրիստի տունը նայել, երբ մարդը գնում է դուրս տուրիստ, հետո ինչ-որ ճամփրիկով որոշ իրեր էր բերում, հիմնականում հագուստեղեն էր բերում, եւ նաեւ բերում էին որոշ տենց ձայնասկավառակներ վինիլային, հիմնականում ռոք, ջազ երաժշտության եւ այդ մի ձայնասկավառակը բավական էր, որպեսզի հետո ինքը ձայնագրվեր բազմաթիվ անգամներ տարբեր, այսպես ասած, մարդկանց կողմից եւ տարածվեին քաղաքում։ Եվ ռոք լսողները բոլորը իրար ճանաչում էին եւ ասենք իրենք այդ ձայնասկավառակից ձայնագրում էին մագնիտոֆոնային, այդ ժապավենային կասետի վրա, հետո այդ կասետից մյուս կասետի վրա։ Նաեւ կար մեկ այլ ավելի վաղ շրջանում 60-ականների վերջերին եւ 70-ականների սկզբներին կար այդ ռենտգենային սև ժապավենի վրա, որը որ ռենտգենով բան էին անում, այդպես բանը վինիլային դիսկերից ձայնագրում էին նաեւ դրանց վրա եւ էլի տարածում էին 80-ական թվականներին կլոր կասետ մագնիտոֆոնին փոխարինելու եկավ քառակուսի կասետ մագնիտոֆոնը։ Դա այդ կոմպակտ կասետներն էին, որոնք որ
իրենք շատերը ունեին երկու արդեն կասետի տեղ եւ հնարավոր էր մի մագնիտոֆոնի մեջ այդ ձայնագրությունը իրականացնել հենց մեկ մագնիտոֆոնով եւ դա ավելի մեծ հնարավորություն տվեց այդ երաժշտություն տարածելու ձեռքից ձեռք։ Երևանը 60-ական թվականներին մեծ բում ապրեց սրճարանների հարցում, որովհետև քաղաքի գրեթե բոլոր հատվածներում բացվում էին տարատեսակ սրճարաններ, բայց դրանց շարքում ուշագրավ էր հայտնի Բերմուդյան եռանկյունին, Պապլավոկ, Ազիրոկ, Սկվասնիաչոկ սրճարանները, որտեղ որ հավաքվում էին հիմնականում այն բուհերի ուսանողներն ու դասախոսները, որոնք մոտ էին այդ սրճարաններին։ Օրինակ, Պապլավոկ սրճարանում հավաքվում էին թատերական գործիչները, մասնավորապես դրամատիկական թատրոնի աշխատակիցները, հավաքվում էին նաև Գեղարվեստի ակադեմիայի երբեմն նկարիչներ, բայց Գեղարվեստի ակադեմիան ավելի բնորոշ էր Կազիրոկ սրճարանին, որտեղ որ նկարիչները հավաքվում են ու տարատեսակ բանավեճեր էր տեղի ունենում։ Օպերայի երաժիշտները, կոնսերվատորիայի ուսանողները հավաքվում են Սկվազնիաչոկում եւ կարելի ասել, որ եթե այս կամ այն անձին փորձում էին փնտրել ու գտնել, անպայման գիտեին, թե որ սրճարան պետք է հաճախեն։ Կար մի շատ տարածված այդպես ասած արտահայտություն երիտասարդության մեջ, որ իրար հարցնում էին որտեղ քեզ կարող եմ գտնել, ասում էին կինոնայրից մինչև հանճարնոց ընկած տարածքում։ Կինոնայրին դա կինոթատրոնն այլև այսօր էլ շատերը գիտեն, բայց հանճարնոցը դա սրճարան էր, որը որ գտնվում էր Նկարիչների միության հարևանությամբ եւ ինչի է կոչվում հանճարնոց, որովհետեւ այդ սրճարանում հավաքվում էին շատ հայտնի դեմքեր, հա, ասենք օրինակ Քոչարն էր այնտեղ լինում, Մհեր Մկրտչյանը, համասանի հայտնի դասախոսներից Լևոն Ներսիսյանը, որը որ շատ ուսանողների կուրսն էր եւ էլի հայտնի դեմքեր, հա։ Եվ պատահական չէ, որ Կոստան Զարյանի, Երվանդ Քոչարի բանավեճերը շատ հաճախ ուսանողների համար ուսուցողական էր, նրանք միտումնավոր գնում էին հստակ օր ու ժամով, որպեսզի լսեն, թե ինչ էին խոսում հայ մտավորականները։ Շատ կարևոր մի հիշողություն կա այդ ժամանակվա ուսանողներից մեկը, որը որ պատմում է, ասում է մենք այդտեղ զգում էինք լսարանում կար այդ հիերարխիան դասախոս ուսանող, բայց այդ սրճարանում այդ հիերարխիան վերանում էր եւ մենք կարող էինք այդ մարդկանց հետ զրուցել շատ տարբեր թեմաներից, որոնք որ մեր համար շատ հետաքրքիր էին եւ լսել իրանց կարծիքները։ Ի սկզբանե սրճարանները կանանց համար փակ տարածքներ են եղել, նույնն էր նաև 60-ական թվականներից, օրինակ Երվանդ Երզնկյանն նշում է, որ աղջիկներն առանձին սրճարան չէին կարող գնալ, որովհետև կողքի սեղանի տղաները վստահաբար ինչ-որ մի մեկնաբանություն կասեին, հետևաբար պարտադիր ուղեկցում էին ուսանողական ընկերները, բայց 70-80-ական թվականներին իհարկե, երբ որ աղջիկների մուտքը ավելի հաճախ սկսեց դիտվել, նրանց արդեն իսկ աղջիկների խմբով այցելություններն այդքան էր սուրճ չէր ընկալվում հանրության կողմից։ Այս 70-ական թվականներին առօրյա կյանքի այս փոփոխությունը եւ արդիականացումը բերեց նրան, որ ասենք կանայք աղջիկները տղաներին հավասար էին մասնակցում տարբեր տեսակի դիսկուրսների, քննարկումների եւ այսինքն փոխվում էր նաեւ այս կանանց դիրքը աստիճանաբար այդ հավասարությունն էր մտնում որպես մտածող մարդիկ։ Մասնավորապես ջինսը Հայաստան էր ներմուծվում նորից հայրենադարձների օգնությամբ, երբ նրանք գալիս էին Հայաստան ապրելու կամ հայրենադարձված հայերի ընտանիքները, բարեկամները գալիս էին Հայաստան տեսակցության, այդ ճանապարհով կամ օրինակ երբեմն էլ այն դերձակները, որոնք որ հայրենադարձներ էին, կարողանում էին կարել նույն նման օրինակ հագուստներ, որոնք որ կային արևմտյան տարբեր ամսագրերում եւ ամրացնում էին լեյբլները Levi's կամ այլ ֆիրմային պատկանող այդ պիտակները, որոնք որ մեկը մեկին հավասարազոր չէր տարբերվում բնօրինակից։ Դա էլ ցույց էր տալիս այն ուրեմն միտքը, որ մեր դերձակները բավականին հմուտ էին եւ երիտասարդներին թույլ են տալիս, որպեսզի ժամանակակից տենդենսներից հետ չմնային։ Նաեւ ուշագրավ է, որ 60-70-ականներին մեծ ալիք բարձրացավ աղջիկների հագուկապի հետ կապված, մասնավորապես մինի շրջազգեստների հետ կապված եւ National Geographic-ի թղթակիցն ասում է, որ ամբողջ խորհրդային միությունում ամենավոճային հագնվողը Երևանի ուսանողներն էին։ Սա էլ մեկ այլ ազատական տենդենս էր 70-ական թվականներին, որ պահպանողական հայ ընտանիքի կինը աղջիկը սկսեց հագնել բավականին կարճ շրջազգեստ։
Այս շրջանում այդ այլախոհական շարժումներ իրենց հետ բերեցին նաև մեկ այլ երևույթ, ծնեցին մեկ այլ երևույթ, դա այսպես կոչված սամիզդատներ, որոնք հիմնականում ստեղծում էին տարբեր տեսակի թռուցիկներ, հայտարարություններ շրջանառելու համար տարբեր այդ միջոցառները կազմակերպելու նպատակով։ Սամիզդատը Ղարաբաղյան շարժման ժամանակ ինքը մի քիչ զարգացում ունեցավ եւ բացի արդեն թռուցիկներից որոշ կազմակերպություններ սկսեցին հրատարակել իրենց թերթերը, հա, ասենք օրինակ այդ ժամանակվա ինքնատիպ թերթերից էին Մաշտոցը, որը որ նաեւ կար կազմակերպություն Մաշտոց անվանումով, որը որ զբաղվում էր լեզվի պահպանության հարցերով, անկախությունը, նաև կար դաշինք թերթը եւ տարբեր ինքնահրատ թերթեր կային, որոնք որ ներկայացնում էին շարժմանը մասնակցող տարբեր տեսակի խմբերի, այսպես ասած, կարծիքը, մտքերը, գաղափարները։ Արևմուտքում տեղի ունեցող անցուդարձի մասին Խորհրդային Միության երիտասարդները տեղեկանում են Ամերիկա եւ Անգլիա ժուրնալների միջոցով։ Դրանք տպագրվում են ռուսերենով եւ այս ամսագրերը իրենցից ներկայացնում են ավանգարդ արվեստի մասին պատմող հետաքրքիր տեղեկություններ։ 60-ականներին հայտնի են այս երկու ամսագրերը, բայց 70-ից 80-ական թվականներին սկսեցին ավելի ակտուալ դառնալ Գարուն ամսագիրը, Հայաստանում տպագրվող այս ամսագիրը, որտեղ որ ներառում էին այն հեղինակներին, որոնք քիչ հայտնի են եւ որոնք ունեն որոշակի չափով ազատական միտք, այսինքն այնքան ազատություն, որ Խորհրդային Միության համար դա փոքրինչ արտառոց էր եւ այս ամսագրերը դարձան երիտասարդների համար ձեռքի կարևոր ընթերցվող գրականություն, որոնք նորից մեկը մյուսին փոխանցելով, երբեմն նաեւ գաղտնի տարբերակով հնարավորություն են տալիս ծանոթանալու աշխարհում տեղի ունեցող անցուդարձի մասին։ Առօրյականության փոփոխությունը երիտասարդության կյանքի, հա, այդ ժամանակվա, որ տարավ այդ նշածս ապասովետականացման, կյանքի ոճի, ապրելակերպի, մտածողության, ինքը բանը դարձավ հենց այդ սովետական միությունը փլուզվելու կարևոր բաներից, գործոններից մեկը եւ շատ հետաքրքիր է, որ 1993 թվականին մի լուսանկար գլխատված Լենինի արձանի վրա նստած շերի նկարը, որը որ խորհրդանշում է այդ 70-ականների երիտասարդության, այդ ապասովետականացող երիտասարդության կուռքին եւ այդ առօրյականության այդ խորհրդանիշը, այդ կուռքը նստած է այն առօրյականության վրա, որը որ քանդվել է հենց այդ տարբերակվածության, բազմազանության շնորհիվ։